Ճիշտն ասած որցուկ, ուզում էի չկապեի այսօր։ Ասի անձրև օտորա անցուդարձ չկա, բայց հաշվի առնելով քո հաչոցները տարբերակ չունեի։ Вообще-то, տեսեք ինչ։ Նույնիսկ հա։ Էսով է իրան կոտորում, մի հատ ներս անցի հələ բրաունչիկ։ Ուխ։ Հա, մալինա, տեղ չկա, հա, այն բլեքին, հեսա գալիս եմ ձեր մոտ, մի կոտորեք ձեզ։ Դուրս եկան, ու բոլորը Զաբելի հետ են խաղում, խելոք, լավ, Զաբել, մի նեղացրու մալինային, հələ գժերին, ուր են հասը։ Հա, մալինչիկ։ Արեք ներս հələ, տենց վազելը։ Ներս անցար մալինա, ճիշտը դու արիր, դու ներս գնա, ես հեսա են գժերին բերեմ։ Մալինան դուրս չի էլ ուզում գա, ուր գնացին, ես գնամ իրանց հետևից, լավ, Մալին, դու ներսում մնա, խնդրեմ, վազում են, իրանց փոքրությունը նայեք, տարիքորայինով շատ փոքր չեմ, բայց Զաբելի կեսի կեսն են, մի տարեկան 4 ամսական են, բայց եկեք էստեղ, մի գնացեք, ճանապարհ, ահա, ինչից ես վախենում եմ, աչքից գնամ բռնեմ բերեմ, թե չէ, լավ չի, ավար չի ունենա, բլեք, դու սրանից հետո դուրս չես գալու, Բրաունն ու Մալինա խելոք մտան ներս, իսկ դու հələ վիճած, ամեն անգամ ես գրկած տանեմ քեզ, հա, որ դու դուրս ես գալիս, բլեք, հետո այսպես պետք է գրկած տանեմ, ես գժին, դրսերից տուն, հա, քո մասին եմ պատմում, բլեք, որովհետև չարություն ես ան, պետք է այսպես գրկեմ, որպեսի տանեմ, վայ, լունտիկին չես լունտիկին նեղացնում, չի կարելի, արի լունտիկս, արի սիրունս, վերջ, եկա ձեր մոտ, ահա, կերեք սիրունիկներս, հա, լունտո ճանկեր ու լավ մնամ, հետ կռիվ չանեք, լավ, ու իրանք այսպես ինձ են սպասում, Շիկ, գնում մի բան վերցնում, վազում էստեղ, դե կերպլեք ջան, հայացք իրան սպանում է, առհասարակ ես 3 շունիկների հայացքը մի ուրիշ հայացք է, բառիս բուն իմաստով փրկվածների հայացք, չէ դուք իրա բողոքի ակցիան նայեք, դե թվում է հաճախ, բայց լսող շուն է, որովհետև եթե ինքը ցանկանար ազատվել կապից, տեսեք ինչքան թույլ է ու հանգիստ կարող էր գլուխը հանել, բայց չի անում, որովհետև գիտի, որ կապում եմ, չնայած որ բողոքում է, բայց ես ինչ անեմ, արի լավ, գնացինք, սպասի որցուկ, ավելի շատ խորհրդանշական այս վսկապը հանեմ, ու վերջ, իսկ գնալուց թույլ չեմ տալի հետևիցս գա, հիմա ձեզ կկերակրեմ, Սամ, արի Սամ ջան, արի, ահա, սև ուտում, ինչ-որ բան են գցել վերևից և ուտում են, հիմա կգա, հա մի բարկացի Սամի վրա, այն կողմերը լցրել եմ, հենատես ուտում են, դու էլ գնակ ուզում ես, լավ քեզ էլ էստեղ կտամ, էստեղ կերեք սևուկները, հալես սևուկները, հերիք չի Սամի հետ կռիվ տաս, հենա լցրել եմ դու էլ գնա ներս կեր, Այս կողմը գցնեմ, գժուկներս, կերեք, 3 պիսո էլ այստեղ, 4 պիսո նույնիսկ, հավաքվում են կամանց, հա Սամ ջան, դու էլ այստեղ ես ուտում կեր տեսնենք վերջ ինչա դառնում, Արջուկ, սպիտակ, եկեք, ուր եք գնացե, նստե սևուկ, ճանապարհից դուրս եկեք, մեքենա է գալիս, շուշ, եկեք անձրևը սկսում է, եկեք բուբուշներս, ուշ, վերջացրու, վայ, ֆիքսել է արջուկին,
Վերջ, արի Սևուկ, մի վախեցի, հանգիստ Միկի, հիմա հանգիստ մնա հլը, հանգիստ հլը, փոքր երեխայի պես ես, իրականում ուզում եմ խոսել իմ լարվածության մասին ամենօրյա, որը ոչ տեսանյութերում կերևա, ոչ բառերով կպատմես, որովհետև բոլորովին այլ է մի տարածքում ունենալ շներ, քանակով որոշակի, կերակրել, ամեն օր հոգ տանել, նկարել, զբաղվել կամ տանը մի կենդանի փրկել, իհարկե շատ հրաշալի է, եթե կա նման հնարավորություն գոնե մեկ կենդանու կյանք պարգևելու, բայց դա էլ բոլորովին ուրիշ է եւ առավոտյան արթնանալ, վազել դրսերը կենդանիների հետևից, կերակրել, հանկարծ միջադեպ չլինի, որևէ խնդիր չլինի, իրականում ահավոր բարդ է, հետո վազել էստեղ տեսնել հանկարծ կերը չի վերջանում, որովհետև դա էլ է խնդիր, մի խոսքով եւ հոգեպես եւ ֆիզիկապես ուղղակի մշտական լարվածություն է, իսկ ֆինանսն էլ ամեն վայրկյան փորձել հասցնել հանկարծ կերը չպակաս, իրականում ահավոր լարվածություն է, բառերով չես նկարագրի, հասկանալու համար ընդամենը պետք է գալ գոնե մի քանի օր շրջել ինձ հետ։ Այդ ամենը պատկերացնելու համար չեմ սիրում բողոքել եւ իրականում տեսանյութերում հիմնականում, եթե որևէ արտառուցված բան չի լինում, ներկայացնում եմ միայն դրականը, բայց այն ինչի միջով անցնում եմ, բառերով չես պատմի։ Ահավոր լարվածություն է, չգիտեմ, թե ինչ կլինի այս ամենը վերջը։ Սևուկ, այ Սևուկ, այնտեղ քոնն այն չես եկել էստեղ նստել, էստեղ ես ուզում տամ ուտես, հա, էստեղ տամ ուտի Սևուկ, հա Սևուկ, լավ հիմա կկերակրեմ, այ էսպես, չհաշված վախկոտ կենդանիները, վազվզոցը, մի խոսքով։ Եվ ամեն օր առանց բացառության, իրականում ամեն օր առանց բացառության նույնը։